the Democrats want to let ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի վերաբերյալ կոշտ վերջնակիր ու ռազմավարական հայտարարություններ են արել։ Թրամփի խոսքով, թե Վաշինգտոնը չակերտավոր խելացի ռեժիմի հետ բանակցում է ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ, սակայն համաձայնության չհասնելու կամ Հորմուզի նեղուստան հապաղ չբացելու դեպքում ԱՄՆ-ն ամբողջությամբ կոչնչացնի Իրանի էլեկտրակայանները, նավթահորերն ու Խար կղզին։ Նախագահն այս պարզանիքը որակել է որպես հատուցում վերջին 47 տարվա այսպես կոչված ահաբեկչության թագավորության և սպանված ամերիկացի զինվորների համար։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ պատերազմի նախարարությունն արդեն պատրաստել է արտակարգ իրավիճակի պլաններ և ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճարներ սահմանել Հորմուզի նեղուցում։ Ըստ Ռուբիոյի, Իրանի ռազմական ներուժի վերացման նպատակը հաջողությամբ է իրականացվում, իսկ նեղուցի վերահսկողությունն ավելի կարևոր է համաշխարհային էներգետիկայի, քան հենց ԱՄՆ-ի համար, քանի որ ամերիկյան պաշարների միայն փոքր մասն է անցնում այդ ջրուղով։